Եթերում պրես կենտրոնն է, բարի երեկո։ Կարկուտը գյուղական համայնքներում, հորդառատ անձրևները մայրաքաղաքում։ Խորացող տնտեսական անկման ֆոնին այս ամենը նորից ու նորից վեր են հանում պետական կառավարման համակարգի լրջագույն խնդիրներ։ Թե ինչ ազդեցություն է ունենալու այս ամենը բնակչության եւ պետության համար, որոնք են լուծման ճանապարհները, կփորձենք հասկանալ այսօր նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնության շրջանակներում։ Իսկապես Տիկին Իսահակյան նոր պրոյեկտ տնտեսական ալիքի իր հերթական այս քննարկման ընթացքում հույս ունի, որպեսզի վերհանի այն խնդիրները, այն խնդիրները, որոնք ոնց որ ուղեկցում են մեր բնակչությանը ամենօրյա ռեժիմով։ Մենք տեսնում ենք, որ կարկուտը, հորդառատ անձրևները, չգիտեմ, հանրային տրանսպորտի գինը, գույքահարկը, որ մեկը թվե շրջարկը, հա, այսպես փոքրիկ հրդեհներ են առաջանում։ Եվ իշխանությունը ես չեմ էլ իմանում, որ ջանք թափում է, որ այդ հրդեհները մարի, թե կամ ասենք որպեսզի նորից չկրկնվեն, բայց այո, դուք իրավացի եք, սա խոսում է նրա մասին, որ պետական կառավարման համակարգի որակը չի բավարարում, կամ էլ ընդհանրապես դա չկա եւ դա իրենք էլ են ընդունում։ Ուրեմն բազմիցս կառավարության նիստում ամենաբարձր մակարդակով ասվել է, որ կառավարման ուրեմն փորձը, կառավարման ոճը չի բավարարում խնդիրները լուծելուն, թե ինչի չի բավարարում, դա արդեն քննարկման խնդիր է։ Այնպես որ այսօր մենք նաև կանդրադառնանք մանրակրկիտ այդ խնդրին։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ ներկայացնենք հյուրերին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյան, քաղաքագետ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց, Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալ ենք պարոնայք մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, թերևս առաջին մասում հենց ձեզ հետ զրուցենք, որովհետև հասկանալի է, այս օրերին էլ մամուլը արձագանքում է, որ կարկուտը ահռելի վնասներ է հասցրել մեր գյուղացիներին, հա, դեռևս չկան ճշգրտումներ, թե գյուղական որ համայնքներին, որովհետև ոմանք պնդում են ընդամենը 5 համայնքի մասին է խոսքը, ոմանք ասում են Արարատի մարզի 37 գյուղերն են, հա, առավելապես վնասներ կրել։ Նախ եթե արդեն իսկ գնահատված է եւ կարող եք վնասի չափը այդպես մատնանշել, ինչ տեղեկություններ ունեք, կփորձենք հասկանալ ձեզ հետ միասին եւ երկրորդ հատվածում ինչպես պետք է այս խնդրի առաջ առնել, որովհետև սա արդեն որ երրորդ տարին է, գյուղատնտեսները այս խնդրի առաջ կանգնում են, բայց հետո հերթական տարերային աղետի առաջ մենք տեսնում ենք, որ մեր գյուղացին մնում է անպաշտպան։ Որն է սրա լուծումը։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Մինչև բուն թեմային անցնելը կոնկրետ կարգտահարության հետ կապված մի քանի օր է ես հանրապետության տարբեր մարզերի, տարբեր համայնքներում շրջայց էի կատարում եւ ուզում էի հասկանալ այս անկառավարելի աննպատակ երկրում մեր գյուղաբնակները, ֆերմերները ոնց են իրենց դարդու ցավը մի կողմ թողած կպած հողին, բարի բուն իմաստով կպած հողին եւ ես չափազանցրած չեմ լինի, ես ասեմ եղել եմ Արարատի մարզում, Արմավիրի մարզում, շատ համայնքներում, նույնիսկ Թուրքիայից սահմանամերձ այդ համայնքներում աննախադեպ որակով մշակություն էր արված։ Այն կարգի խնամված ես ակիներ եմ տեսել, մշակված, այն բոստանները, բանջարնոցները, ես ապշած էի։ Ինձ թվում է ժողովուրդը հասկացել է, որ հույսը պետքա դնի իր վրա, արարի, երկիրը պահի, իրենց պահի, բայց ափսոս չարաբաստիկ կարկուտը դա կարելի ասել պետության համարում է գործառույթներից մեկն էր, որ պետք է համակարգը կայացներ։ Անընդհատ ասել ենք ապահովագրման համակարգը ներդրվի, կարգտապաշտպան համակարգ ներդրվի, ոռոգման համակարգը կարգավորվի, իրացումը կարգավորվի, մնացածը ընտիր կգնա առաջ։ Բայց հերթական անգամ ցույց են տալիս, որ հակառակը։ Մինչև թվային վերլուծության անցնելը ես ասեմ համայնքներ կար երկու անգամ, նախ տևական է եղել ժամանակի առումով, աննախադեպ տվյալ տարածաշրջանի համար, նույնիսկ գնում հասնում են մինչև 70-ական թվականներ, որ նման դեպք է գրանցվել։ Մեկ-երկու տեղ ես անձամբ ականատես եղա հաջորդ օրվա կարկուտին, նույն տեղը կարկուտը երկրորդ անգամ ծեծեց ու շատ վատ ձևով։ Հիմա իսկ ինչ վերաբերվում է 5 համայնք թե 7 համայնք, դա ես չէ պետք է որ թվեմ, դա արդեն կառավարական համապատասխան հանձնաժողովը
առաջին իսկ արձանագրության պետք է հրապարակած լինել։ Պարոն Արզյան, ներողություն, կարևոր կետի մոտեցակ, ասում եք կառավարական համապատասխան հանձնաժողովը։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողները, սիրելի հայրենակիցներ եւ մեր համագյուղացիները, ովքեր գյուղաբնակ են, գյուղում են ապրում, գյուղական համայնքներում իմանան, այսինքն կա կանոնակարգված իրավական ակտերով այդ գործընթացի հետևանքները գնահատելը եւ դրանց փոխհատուցում տալը, թե դա էպիզոդիկ բնույթ կարող է կրել։ Ես եթե չեմ սխալվում, կառավարության որոշումը բնական աղետների հետևանքով ուսումնասիրման, արձանագրման հանձնաժողով կա, հանրապետական հանձնաժողով, ոչ թե այնտեղ ոչ միայն գործառույթները, այլև աշճանակարգությունը, արձանագրման, ֆիքսման, հավաքագրման ներկայացնելով կար համայնքային հանձնաժողով, մարզային հանձնաժողով գալիս էր արձանագրությունները ուղարկում էր կառավարություն համապատասխան, այսինքն կանոնակարգված է այդ։ Հիմա եկեք մի հատ էլ գյուղացու շահերից նայենք, թե նույնիսկ եթե այդ կանոնակարգված ընթացակարգով այդ որոշակի փոխհատուցումներ տան, այսինքն sense թե նենց մեր գյուղաբնակ քաղաքացիները տուժելու են, որտեղ իրանք իրանց բերքը պետք է իրացնեին, այնտեղ նույնիսկ ես տեսա ռեպորտաժներից մեկում, որ եկել էին արդեն որ բերք տային, որ ապագա բերքը ուրեմն առնեն, տանեն, այսինքն թե ինչ որակի, ինչ մակարդակի փոխհատուցում կլինի, ես կարծում եմ, որ դա հեռու կլինի իրենց այն ակնկալիքներից, որ ունեին այդ բերքը իրացնելու արդյունքում։ Պարոն Մերկումյան, ուրեմն ասեմ հետևյալը, անկեղծ լինելու համար գուցե մեկ ամբողջական հաղորդումը չբավականացներ, որպեսզի խնդիրները բարձրաձայնեն, բայց իմ գործընկերների անպերություն չշարաշարելու համար փորձեմ ավելի կոնկրետ եւ կարճ ինչ հնարավոր է, հետո առիթ կլինի ավելի մանրամասն ներկայացնելու։ Տեսեք, սա հերթական անգամ ցույց տվեց, որ բազմիցս ասվել է, որ պետության գործառույթը պետք է լինի կանխարգելելը, որովհետեւ ես միշտ ասել եմ, այդ պահին բերքը տուժում է, այգիները, բանջանոցները տուժում են, թվում է թե այդ պահին գյուղացին ինքը ֆինանսական մեծ կորուստ է կրել, աջակցության կարիք ունի, բայց նաև արդեն բերքի պարենային ապահովության մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնում, ինչ որ մի ձևով փորձեն թե ֆինանսով վերականգնեն, երկու բան չի վերականգ, մեկը հոգեբանականը, որ ժողովուրդը մնացել է մենակ իր հուսահատություն, ոչ մի կողքը մեկը չկա, եւ երկրորդը տեսեք շատ թե քիչ, այդ զենիտային համակարգերը աշխատել են, օգուտ են տվել, լավ, եթե նորը չկա գոնե հնի վրա, ես ոչ թե լիազորված եմ, ես կարող եմ ներկայացնել խնդիրը, որ շատ տեղեր ժողովուրդը, գյուղացիները բողոքել են, որ հակակարգտային կայանները չեն աշխատել, դա բարձ չէ, այսինքն պետության գործառույթը ոչ թե համապատասխան ոլորտի նախարարը պետք է հելներ ազգային ժողովի բարձր ամբիոնից, պետք է ասել, այսքան հակակարգտային կայան, այսքան կրակելը, դուք վատ եք, դուք պետք է արդեն օր ու ցերեկ հարացնենք, գյուղացու կողքը կանգնացնենք, արձանագրեիք ինչ աշճանի աղետ է եղել, հետո նոր հանձնաժողովը ելնելով իր իրավասություններից արձանագրություն կազմել, դուք պետք է արդեն նախապատրաստեք ինչ օգնություն պետք է ցուցաբերեք, որովհետև ձեր ծախսի ապահովագրման համակարգն չի աշխատում, ֆինանսավորման, բերքը մի կողմից, այն էլ մի կողմից, սա եթե առանձնացնեմ, մի հատ էլ նախորդ հաղորդմանը որ մենք խոսեցինք, ես արձանագրեցի, որ նույնիսկ 2024 թվականի աղետի հետևանքով Լոռու տարածաշրջանում Շիրակում մեծ աղետ է եղել, խոստացել են, հետո գրավոր պատասխաններն են, որ չեն օգնելու։ Հիմա չկա պետության կողմից պատասխանատվության զգացում իր քաղաքացու, գյուղաբնակի, բերքի ապահովության, պարենային ապահովության։ Սա այն պատասխանը փորձեցի տալ, որ կառավարման ոլորտում շատ բարի, ուղղակի, բայց եւ մի դեպք ես ընդամենը կարճ ասեմ արձանագրման հետ կապված, գրեթե 90% վնասված այգեր, բայց արտակարգ մշակված։ Երբ որ ես գնացի, փորձեցի, կաշկանդված է, չգիտեի, անկեղծ եմ ասում, իմ փորձառությանը ոնց մոտենայի խնդրին,
ու երբ որ այգետեր առաջարկեց եկել եք կողքս կանգնել եք ձեզ սուրճ հյուրասիրեմ, ես ոգևորվեցի, որ մարդ այս վիճակում նույնիսկ կարողանում է մարդ ընդունել, այդ ցույց է տալիս մեր ժողովրդի պատրաստակամությունը։ Եվ ես չգիտեի ինչ ասեի, որ վերքը թեթևացնեի, էլի ինքը ինձ օգնեց, ասես պարոն Հարությունյան, այս վնասված ծիրանը ինչ անենք մասնագիտորեն, որ վերջնական չնեխի։ Այդտեղ մի փոքր ես խորհուրդ տվեցի, որ մատից փուշ հանածն է։ Իսկ ուրա պետությունը Պարոն Հարությունյան, մի փոքր դիտարկում եւ ամփոփենք այս հատվածը մեր քննարկման, տեսեք։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք պետական կառավարման համակարգի որակ կամ հասարակականություն, մենք ուզում ենք ասել, որ ամեն ինչ էլ կարող է լինի, որտեղ ապահովագրություն չկա, ուղղակի օրենքներով, իրավական ակտերով, եթե կանոնակարգված լինի բոլորի իրավասությունները նման պարագայում, թե ինչ պետք է անեն, ասենք որոշակի կլինի, որ եթե ֆորս մաժոր է, ֆորս մաժորի ժամանակ այս տիպի կանոնակարգումներ կան, եւ եթե անգործունակություն կա պետական կառավարման կամ, չգիտեմ, մարզպետարանների, թիմերի ոլորտում, ուրեմն դրա համար համապատասխան պատասխանատվություն կա, որպեսզի այդ չինովնիկները իմանան, որ եթե այդ խնդրի հետևից չգնացին եւ լուծումներ չառաջարկեցին, ուրեմն ինքը պատասխանատվություն է կրելու այդ չարածի համար։ Սա է, մենք արձանագրում ենք սա։ Եվ կոնկրետ դեպքի հետ կապված հիմա համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը ինքը պետք է հետևություն արած լիներ, եթե կա արդեն խոսույթ, որ հակակարգտային կայանները չեն աշխատել, ով որ պետք է պատասխան, ոչ միայն ձեր ասած վարչական կամ այլ նաև նյութական, որ մյուսի խրատ դնի գնա թող հակակարգտայինի կողքը քնի, ինքը պետք է անի։ Շահում բազմաթիվ են այդ տեսանյութերը, որ հենց բնակիչները բողոքում են, որ վերադասը խաբում է, ասում են, որ աշխատել են, բայց չեն աշխատել, եւ այլն, կարկուտն է լցվել մեջը եւ այլն։ Այս տարերային, կարելի է ես արկա խնդիրները մի փոքր ավելացնեմ, բացի ֆինանսական, ինչը որ գյուղացին կրում է վնասը, պարենային, որը որ նշեց պարոն Հարությունյանը, ես կավելացնեի նաև ազգային անվտանգային խնդիրը, ինչու համար, որովհետև գյուղացին ստիպված տեսնելով, որ իր գյուղմթերքը ամեն տարի կարկուտը խփում, ավիրում է ցրտահարություն, երաշտ եւ պետության կողմից աջակցություն չկա, ստիպված թողնում են մեր գյուղերը լքում են։ Իսկ գյուղերը դատարկվելով դա ազգային անվտանգային խնդիր է, հասկանում եք, ու այն պարագայում, երբ որ այս գործող իշխանությունը 7 տարվա մեջ վերցրել է 7 միլիարդ դոլար պարտք եւ դրա դիմաց այս պրիմիտիվ խնդիրները չի լուծել։ Զենիթ համակարգը թերի է ամբողջությամբ, այսինքն ինքը ուժեղ կարգտահարության դեպքում ոչ մի ձևով գյուղացուն չի օգնում։ Պետությունը ինչ պետք է աներ, ճիշտ եք ասում, ճկուն ապահովագրական համակարգ պետք է լիներ։ Այսօր ինչ է գործում է երաշտ, ցրտահարություն, այն պարագայում, որ անջրտի հողատարածքների վրա։ Այսինքն հիմնական մեր խնդիրը լինում է օրինակի համար ցրտահարությունը Շիրակի դաշտավայրում համարյա թե չի սպառնում, որովհետև ուշ է սկսում ցանկը կամ մնացած process-ը, բայց արդեն կարկուտը կոնկրետ խնդիր է։ Իսկ կարկուտը ապահովագրության մեջ ներառված չի։ Եվ այս պարագայում պետությունը ոչինչ չի անում։ Հաջորդ խնդիրը որ կա ճկուն փոխհատուցման համակարգը, որ պետությունը պիտի ճկուն լինի գործելով։ Իսկեն մեր մոտ կա կառավարման ճգնաժամ, մեր մոտ կա կամքի բացակայություն եւ ամենակարևորը նորից կհետ գանանամ, որ 7 միլիարդ դոլար պարտք են վերցրել, իսկ գյուղացիների համար նմանատիպ խնդիրը բաց է։ Ունեն այդ մատիկ Շատ լավ, պարոն Մանուկյան, սահուն անցում կատարենք նաև մայրաքաղաք, հա, ինչու է ամեն անգամ այս հորդառատ անձրևներից հետո հեղեղվում մայրաքաղաքը, կարծես թե վարարգետեր հոսեն, հա, լճեր են առաջանում, այո, չգիտեմ, խցանումների աստիճանը, ընդհանրապես այս ջրային լաբիրինթոսները, այս առաջին անգամ չէ իդեպ, հասկանում ենք քաղաքապետի հարցազրույցը բոլորս լսել ենք, որ կլիման է փոխվում եւ այստեղ շատ լիազորություններ չունենք, բայց սա արդյոք բավարար է, հա, միայն ասել, որ կլիմայի փոփոխության հետևանքով մենք գործիքակազմի այդպես մեծ հնարավորություններ չունենք։ Ինչ է առաջարկում Երևանի քաղաքապետարանը, քաղաքային իշխանությունները, հա, քանի որ դուք ավականու անդամ եք հանդիսանում, գուցե դուք ավելի հասկացած լինեք, եւ ինչ դեր ունի այս ամենում Վիոլա ջուրը։ Դուք ճիշտ արձանագրեցիք, որ ամեն անձրևից հետո Երևանը նպանվում է իտալական հայտի քաղաքներից մեկին եւ դա ցավ է, իմ ցավոտ կողմերից մեկը։ Ինչու համար, որովհետեւ ԿՊ-ն, քաղաքային իշխանությունը չէ, ԿՊ-ն մատնված է հանցավոր անգործության։ Ինչու համար ես հիմա հիմնավորեմ այդ բոլորը, իրենք վերջի առնվազն 7 տարին քաղաքային իշխանության տերը իրանք են եւ պատասխանատուն հենց ԿՊ-ն է, քաղաքացիական պայմանագիրը իդեմս Նիկոլ Փաշինյանի։
Եվ տեսեք, այս պարագայում նրանք վերջի 5 տարին առնվազն հեղեղատար համակարգերը չեն մաքրել։ Այստեղ պետք է լինի պետություն մասնավոր հատվածի համագործակցություն։ Ճիշտ է, այդ ամբողջի պատասխանատուն Վիոլա ջուրն է, բայց Վիոլա ջուրը պնդում է, որ ես պետք է սակագինը բարձրացնեմ, որպեսզի կարողանամ ներդրումները կատարել։ Բայց ՔՊ-ն ասում է, որ ոչ, ջրի թանկացումը, սակագինի բարձրացումը դա քաղաքական որոշում է եւ մենք պատրաստ չենք դրան եւ իրենք արհեստականորեն ճնշում են, նույն բանը Վիոլա ջրի հետ եմ հանդիպել, իրենք ասում են, մենք պետք է բարձրացնենք, որ կարողանանք ներդրումները կատարել, բայց ՔՊ-ն թույլ չի տալիս, երկրի իշխանությունը թույլ չի տալիս բարձրացնի, որովհետեւ հերթական թանկացումը կլինի։ Եվ այս ժամանակ նրանք նաև որպես պետություն չեն համագործակցում մասնավորի հետ։ Ներողություն, պարոն Մանուկյան, բայց տեսեք, ուրեմն այդ Վիոլա ջուրը ըստ էության մենք բոլորս գիտենք, դա վարձակալական պայմանագիր է, այսինքն քաղաքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը վարձակալել է ինչ որ ժամկետով եւ այդ պայմանագրում հստակ գրված է փուլային ձևով, թե երբ ինչ ներդրումներ պետք է անի, այդ թվում սակագնի բարձրացման ռեժիմը ոնց պետք է փոխվի դրանից։ Այ միգուցե մենք տեղեկատվություն ես իմ հաղորդումներից մեկ այլ հաղորդման ժամանակ էլ ասեցի, արդյոք կա այդ հեղեղատարների, ջրատարների մաքրման գոնե էլեմենտար ընթացիկ մաքրման պարտավորություն, որ Վիոլան պետք է անի, թե այդպես բան ընդհանրապես չկա։ Չէ, ունի Վիոլա ջուրը ունի այդ պարտավորությունը, որ պետք է մաքրի եւ քաղաքային իշխանությունը իր անգործությունը փորձում է ամբողջությամբ գցել Վիոլա ջրի վրա եւ նա պնդում է բոլորը մեղավոր են բացի իրենցից, բայց համար մեկ որ կա, իրենք գիտակցելով, որ այդքան քաղաքում գույքարկը թանկացրել են, տրանսպորտը թանկացրել են, աղբանությունը թանկացրել են, բոլոր թանկացումները կուտակել են, իրենք պարտավոր են այդ ներդրումները կատարել։ Այսօր Երևան քաղաքի բյուջեն $400 միլիոն է, հասկանում եք, աստղաբաշխական մեծ գումար։ Եվ իրենք, օրինակի համար առաջ մենք նկատում էինք, որ հեղեղատար համակարգերի կողքը մաքրման աշխատանքները իրականացնում էին եւ գալիս մաքրում էին։ Հիմա հերիք չի էս մարդիկ չեն մաքրում, մի հատ է մաքրածը թողում են այնքան ժամանակ, մինչև հաջորդ անձրևը կգա, նորից կլցվի այդ հեղեղատար համակարգի մեջ ամբողջությամբ։ Եվ 5 տարի չմաքրվելով փողոցի այդ ասֆալտի փոշին, կեղտը, տերևները, ցեխը լցվելով դառել է անանցանելի մի խայտառակ վիճակ։ Եւ այսօր պարտավոր է քաղաքային իշխանությունը գնա այդ քայլին, այսինքն այդ թաղապետերի հրատապ խնդիրների ծախսերը, որ 600 միլիոն դրամ է, այդ ծախսերից հանի այս խնդիրը լուծի։ Այս հեղեղները, որ տեղի ունենում, մարդիկ չեն կարողանում տրանսպորտից օգտվել։ Այդ հալով էլ խոսում են էլեկտրական տրանսպորտ բերելուց։ Հանկարծ էլեկտրական տրանսպորտը բերեք, մի հատ անձրև տեսնի, հաջորդ օր այդ բոլոր շարժակազմը պետք է մենք տանենք աղբավ միտեղ շպրտենք օրինակի համար, հասկանում եք, պարտավոր է քաղաքային իշխանությունը համագործակցելով, գիտակցելով, որ Վիոլա ջուրը չի կատարում, եթե չի կատարում իր պարտականությունը, հետ վերցրեք նրանից, հասկանում եք, այստեղ պետություն, քաղաքապետարան, Վիոլա ջուր, այս երեքի կռիվն է։ Բայց տուժում է Երևանի շարքային քաղաքացին։ Բոլորս ենք տուժում, հասկանում եք, այսինքն եկանք նորից նույն խնդրին, կառավարման ճգնաժամ կա մեր երկրում, հասկանում եք, եւ այդ կառավարման ճգնաժամը խոսում են, ինչպես դուք նշեցիք, կառավարությունում երկրի վարչապետի շուրթերից, այսինքն հստակ ասում են, որ երկրում կադրային ճգնաժամ կա, կառավարման ճգնաժամ։ Շատ բարի, ներողություն, հարցս ուղղում եմ պարոն Սուրենյանցին, պարոն Սուրենյանց, դուք նաև բավականին տևական ժամանակ քաղաքական դաշտում եք, վերջի տարիներին իհարկե ոչի հաշիվ նախորդ տարիներին շատ էլ ակտիվ եք, մշտական տարբեր ուրեմն երևույթներ ուրեմն գնահատում եք, քաղաքական գնահատականներ եք տալի։ Այս դեպքում ես փորձենք այսպես քաղաքատնտեսական գնահատական տանք, տեսեք մեր խորագիրը պետական կառավարման համակարգն է, հա, հստակ կառավարությունը ասում է, որ իրենք իսկ դժգոհ են պետական կառավարման համակարգի որակից եւ կադրերից, որովհետեւ պետական կառավարման ուրեմն քաղաքականությունը պետք է համապատասխան կադրերի իրականացնեն։ Մեր սահմանադրությամբ ցանկացած նախարար, կրկնում եմ մեր հեռուստադիտողի համար, ինքնուրույն մշակում, ինքնուրույն եւ իրականացնում է տվյալ ոլորտի քաղաքականությունը։ Կրկնում եմ, նախարարը ինքնուրույն մշակում է։ Հետո այդ բոլորը միասին դառնում է կառավարության ծրագիր եւ սկսում են հերթով կառավարության միջոցառումների ծրագիր կա, եւ տարեկան, եւ հնգամյա կառավարության ծրագիր, որը ամեն տարի ուրեմն գալիս են ուրեմն ազգային ժողով բյուջեի կատարողականը քննարկելու, հա, եւ այսպես պերմանենտ process է։ Բայց ես չեմ տեսել, որ այդ քննարկումների ժամանակ այսպես ոնց որ ասում են անվանական որևէ ոլորտի նախարարի որպես այդ քաղաքականություն մշակողի եւ իրականացնողի ուրեմն գնահատական տրվի, հա, որ այս ոլորտում այսպիսի ձախողում կա կամ անբավարար է այդ քաղաքականություն։ Դուք որպես քաղաքական գործիչ քաղաքական, ես չեմ ասում որ նրանց պրոֆեսիոնալ գիտելիքները, հմտություն, կարողությունները
տեսնում եք, որ օրինակ որ նայում ենք քանի նախարար կա կամ չգիտեմ ինչ որ խնդիրներ կա տեղ, որ ակնառու է 1, 2, 3 նախարարության կողմից։ Բնականաբար ոչ, որովհետև չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը եւ չի գործում նաեւ անհատական պատասխանատվության սկզբունքը։ Նույնիսկ ազգային ժողովի կանոնակարգ օրենքում դուք գիտեք, որ կոնկրետ նախարարի ամուսնություն հայտնելու մեխանիզմ կա, որը ցավոք սրտի վերջի անգամ չեմ էլ հիշում, երբ դա փորձել կիրառել, կարծեմ նախապատերազմյան փուլում նախորդ խորհրդանում մի նման փորձ եղավ ամեն դեպքում, բայց դուք միանգամայն ճիշտ եք, սա գալիս է նրանից, որ ընդհանրապես մենք ինչ համակարգ ունենք, սա վառ արտահայտված անձնիշխանություն է Հայաստանում, այսինքն ունենք խորհրդարանական մոդելի շղարշի տակ անձնիշխան կառավարման համակարգ, որտեղ ըստ էության թե խորհրդարանական մեծամասնությունը, թե կաբինետը ծառայեցված են մի մարդու քմաճեկներին, նման կառավարման համակարգերում պատասխանատվության ինստիտուտը չի կարող գործել, որովհետև անձնակենտրոն համակարգի ղեկավարը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, համարում է, որ ինքը պիտի միաժնա գնահատական տա նախարարների գործունեությանը, եւ դա էլ ցավոք սրտի տեղի չի ունենում կոմպետենտ լինելու կամ աշխատանքի արդյունավետության չափանիշով, մի քանի ձևերով կարող ենք մեզ այս կառավարության ընդհանրապես հավաքական գնահատականը տալ։ Դա առաջինը պոպուլիզմն է։ Օրինակ տեսեք, դուք նոր խոսում եք կամ իմ գործընկերը խոսում էր կարգտահարության հետևանքների մասին։ Այն օր ես Պապոյանի ելույթը լսեցի այդ թեմայի շուրջ խորհրդանում, եւ այդ տպավորություններ, որ նույնիսկ նա չգիտի ինչ պիտի արվի։ Այդ խոսում էր ինչ-որ հանձնաժողով ձևավորելու մասին եւ այլն, այդ սովետական հայտնի բանը հիշեցի, հանձնաժողով ստեղծում են խնդիրը ջրելու համար, բայց օրինակ երբ որ պոպուլիզմը կամ կառավարության մասնավոր մերկանցիլ շահը կամ վարչապետի թույլ են տալիս, իրանք միանգամից ցախողված վարկերի հարցում լուծում են գտնում, սուբսիդավորում են բանկերին, ընդ որում բոլորից հարկերի, վճարած հարկերի հաշվի, չէ, որովհետև դեմ ընտրություններ է, բոլորս հասկանում ենք, իմիջիայլոց սա կառավարություն է, որի իշխանության տարիներին, եթե օրինակ տնային տնտեսության վարկերը, այլ խոսքով սպառողական վարկերը, եթե 2018-ին միջև հեղափոխությունը 1 տրիլիոն էր, հիմա 3 տրիլիոն է գերազանցում է։ Սա իրականում շատ վատ ցուցանիշ է, սա որտեղ եթե սպառողական վարկերի կառուցվածքը ուսումնասիրենք, շատ վատ տեղ ենք հասնելու։ Դա իրական եկամուտների բացակայությունը մարդկանց թվում։ Հիմա այդ մի հատ խոշոր խմբի, որը ենթադրյալ իրանք համարում են իրանց հնարավոր էլեկտորատը, հա, այդ խմբին ընդառաջ քայլ են անում։ Կարգտահարության հարցին կամ գյուղատնտեսության հարցին, էլի նույն ձևի պոպուլիստական հայացքով են վերաբերելու, ոչ թե ինչպես դուք նշեցիք, պարենային անվտանգության խնդիր կամ ազգային անվտանգության խնդիր, ինչպես պարոն Մանուկյանը նշեց, դուք նշում եք երկրորդ հացի մասին եւ այլն, իրանք այդ խնդիրները երկրորդական են համարում։ Սա այս խոսքը կառավարության ոչ արդյունավետ բանի մասին։ Դուք շատ ճիշտ նշեցիք։ Ի վերջո կադրերն են որոշում կառավարության գործունեության արդյունավետությունը։ Պարոն Սուրենյանց, տեսեք, բերենք երկու, այստեղ մասնագետներ են նստած բարձրակարգ փորձառու։ Տեսեք, առաջի երամսյակը 25 թվականի, այս ընթացիկ տարվա պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը ինչ է ասում։ Ուրեմն արդյունաբերության ոլորտում -18.5% արդյունաբերությունը անկում ապրել, իսկ մենք Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր, որ զարգանա։ Երկրորդը մենք ունենք արտահանման 62%-ով անկում, երամսյակը նախորդ, մենք ունենք ներկրման 48%-ի անկում եւ ակտիվությունը 4.1%, այն ժամանակ, երբ որ եղել է ուրեմն երկնիշ, հա։ Այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ կամաց ուրեմն ներքև ռուս-ուկրաինական պատերազմի այն բարենպաստ հետևանքը վերացավ, այո, դա փրկողակ էր։ Հիմա դա այո, ձեր ասած վիճակագրությանը մի թիվ էլ ավելացնեմ, մշակող արդյունաբերությունում անկում ավելի շատ է, 26% է անկումը։ Բացի սննդի եւ դեղորայքի արտադրությունից մնացած բոլոր տեղերում, այդ թվում գերակա ճանաչված ոլորտներում, օրինակ ոսկու եւ այլն անկում է։ Սա ինչի՞ց է, նշանակում է, եթե արտադրությունը, արդյունաբերությունը այս կարգի անկում ապրում, սա
գալիս է սպառման նվազումից։ Տրամաբանորեն։ Սպառման նվազումից է գալի, դա էլ կարող ենք էլի պատճառը հետևանքային կապ գտնել, օրինակ եկամտահարկի համահարթեցումը հասցրեց նրան, որ հարկայի շատ մեծ բեռ ընկավ տրանսպորտով գործի գնացող եւ եկող մարդկանց վրա։ Ճիշտ եք ասում, բայց ես ուզում եմ պարոն Հարությունյանի մի հատ դիտարկում անեմ, որպեսզի նենց չլինի, որ մենք մենակ այդ անկումներն ենք տեսնում։ Պաշտոնական վիճակագրությունը առաջի երամսյակի համար տվել է գյուղատնտեսության ոլորտի համար 10%-ից մի փոքր ավել աճ։ Դուք ո՞նց եք բացատրում դա։ Առաջի դեպքը չի, պարոն Մերկոնյան, որ ընդանուր վարելահողերի մշակության տարեցտարի անկում է լինում ցանկերի։ Անընդհատ անկում 7 տարի անընդհատ մի հեկտարի ավելցուկ չի եղել։ Այդտեղ անկում է։ Անասնագլխականակի անկում է իրենց իսկ հրապարակած 3.2%։ Այսինքն բուսաբուծությունը անկում, անասնաբուծությունը անկում։ Կոնկրետ գյուղատնտեսության մեջ այդ որտեղ է այդ արձանագրվում է դրական աճը ու տեսեք այստեղից մի հատ խապկանք կա իրանց թվում է թե իրանք որ միշտ չէ որ արձագանքում են որտեղ բաներ կա պետք է չի իրանց արձագանքել ասում է խոսք կա տենց ասում է հիմար այդ խել տնելը կրկնակի հիմարություն է չի կարելի դա 10%-ը բացատրություն չունի չտեսեք այսինքն մեկ օրինակ բերեմ Մի հատ արտադրում է, ասենք, Հայաստանի Հանրապետություն մշակվում է, ասենք 3700 հեկտար լոլիկ, պոմիդոր, մշակվում է։ Միջին բերկատվությունը ցույց են տալիս, ասենք, շատ ցածր 30 տոննա, բայց այսօր մենք ֆերմերներ ունենք մինչև 100-120 տոննա լոլիկ են։ Իրենք թվերինը չեն տիրապետում։ Հավաքագրում են ինչ-որ ձևի, թափտպված փնտի ձևով, Համայնքներից այո, միտեղ աչքի ինչ մտներով է դանցնի։ Մեր ֆանտազիան այդքան չի հերիքի։ Ինչ են անում ու ոնց են անում։ Մի հատ այդ լոլիկը արտադրություն ցույց են տալիս թարմ բանջարեղեն, հետո մթերվում է, այսինքն գնում է երկրորդ շրջապտույտը։ Մթերված լոլիկը դառնում ասենք պոմիդորի հուտ, տոմատի մածուկ կամ ինչ որ մարինատ արտահանվում է։ Պատկերացնում եք ինչ է ստացվում։ Մեկ արտադրությունը թարմ, այդ թարմից մթերումը նորից արտանում։ Շրջապտույտ է։ Շատ բարի, շատ բարի։ Այդտեղ մի հատ ռեպլիկ էլի եթե կարելի է։ Գյուղատնտեսության հարցում, երբ որ իրանք տենց պատկերավոր բաներ են ներկայացնում։ Ես Սյունիքի մի քանի գյուղերի բնակիչների հետ եմ խոսում, որոնք այս քանի օր չէ, 50 օրից ավելի թիրախավորվում։ Գուցե ընդհանուր ցուցանիշների վրա Սյունիքի մի քանի գյուղերի ցուցանիշները փոքր ազդեցություն ունեն, բայց մենք մի հատ շատ ստրատեգիական կարևոր մարզ կանգնած է դատարկման վտանգի առաջ, խոսքը Սյունիքի մասին է։ Բնակչությունը 105,000 է դարձել։ Ճիշտ է։ Հիմա այս որ գյուղատնտեսության զարգացման մասին է խոսում, մարդիկ համատարած ինձ ասում են անասուններին մի կերպ շատ էժան գնով վաճառում ենք, որտեղ անվտանգության խնդիրը թույլ չի տալի, որ ցանկացած տիրություն անեն, ասենք այդ անասնապակը, նույնիսկ այդ միջավայրը չկա, որտեղ այդ անասունները պահեն։ Եվ այս պայմաններում, երբ որ իրանք աճի հետ են խոսում, գիտեք իմ մոտ ինչ տպավորությունն է։ Ընդհանրապես տնտեսությունը շատ կարևոր բան է, որը մի քանի կոմպոնենտներով է նաև պայմանավորվում՝ անվտանգություն, քաղաքական կայունություն եւ այլն եւ այլն։ Այս թվերը արդեն իրենց կողմից հրապարակված հուշում է, որ վարչապետի մշտական ելույթները իրական հենքից կտրված են։ Բայց եթե սրան հավելենք նաև քաղաքական անվտանգության խնդիրը, ընդհանրապես անվտանգության խնդիրը, այն փաստը, որ երկրում ներդրումներ չկան ինստիտուցիոնալ, այս բոլորը եթե հանրագումարի ենք բերում, ստացվում է, որ մենք ունենք մի քանի իրականություն, մի քանի Հայաստան։ Մի Հայաստանում խոսում է Նիկոլ Փաշինյանը, խոսում է ինչ-որ դարակազմիկ նվաճումների մասին, չնայած ինքը մոռանում է, որ մեկ այլ ելույթում էլ խոստովանել է, որ 7 տարում մնացել է առաջի դասարը։ Այսինքն մյուս կողմից իրենց իսկ կողմից ներկայացված վիճակագրությունն է, որը խոսում է մեղմ ասած շատ վատ հետևանքների մասին։ Եվ եթե ստացվում է, որ այդ դրսից գեներացվող պարքերն էլ ինչի մասին պարոն Մանուկյանը նոր խոսում էր, փաստորեն դրանք ուղղվում են մի կողմից
պարգևավճարների եւ այսպես կոչված բյուրոկրատիայի ուժեղացմանը, որը դարձել է սոցիալական հիմնական հենարանը իշխանության, մյուս կողմից հրդեհ մարելու է ուղղվում, այսինքն այդ սոցիալական օջախներին ինչ-որ ձևով բավարարեն, որպեսզի երկիրը սոցիալական բուժարաշ չկա։ Եկեք մի քիչ ավելի այսպես թիրախային խոսենք, տեսեք։ Արտահերթ կլինի, չի լինի, թողենք այդ մի կողմ։ Ուրեմն ուղիղ 1 տարի է մնացել մինչև 26 թվականի արտահերթ ընտրությունները։ Հիմա նայենք իշխանության աչքերով, իրենց դիտակետից։ Տարբեր տիպի սոցիալական, տնտեսական տարբեր խնդիրներ են առաջանում, կոշտանում է վարչարարությունը, հարկային վարչարություն։ Իդեպ մեկ-մեկ որ այդ հարկայինի վարչարության կոշտացման խոսում են, ի վերջո որպես մասնագետներ մենք պետք է հասկանանք։ Պետք է տնտեսությունը աշխատի, որ հարկերը նորմալ, որ հիմա այդ այնտեղ չի աշխատում, անկում է գնում այդ հարկը որտեղ։ Այսինքն դրա համար պետք է մաքսիմալ նա գնա ստերիլ դաշտի, որը իր պրոբլեմներն ա բերում, բայց ես այլ բան եմ ասում, հաշվի առնելով այս գործոնները։ Տեսեք, գնում է ընտրություններ, թվում է թե իշխանությունը իր աչքերով նայելով պետք է որոշակի մեղմացումներ անի, սոցիալական, ասենք ինչ որ ասում ենք ինչ որ վարկեր անուսալիզիճի, չգիտեմ ինչ որ հարկային բեռը մի փոքր, բայց տեսնենք որ հակառակը չէ, ինքը գնում է ավելի կոշտացումների։ Այսինքն սա ինչ է նշանակում, սա տրամաբանություն ունի նախընտրական տարվա թե ոնց գնա։ Գիտեք, եթե ընդհանրապես վերցնենք նույն շրջանառության հարկի պատմությունը, ինքնասպանության ցանկություն ունեցող կառավարությունը պիտի գնար նախընտրական տարում նման ասենք ուրիշ ճար չունի։ Հա, ուրիշ հնարավորություն չունի։ Այդտեղ էլ, պարոն Մելքումյան, ես ուզում եմ մի բան հիշեցնել, դուք էլ եք բազմաթիվ անգամներ ասել։ Դրա համար եթե մի քիչ կոմպետենտ կառավարություն ունենանք, մի քիչ ծրագրային բաղադրիչով առաջնորդվող կառավարություն ունենանք, ռուս-ուկրաինական պատերազմի առաջացած այդ բոնուսից պետք էր օգտվել։ Գիտեք, որ շրջանառությունը մեծացել էր, սպառում կար եւ այլն, այդ ժամանակ պետք էր այդ փողերը, որ մեծ քանակով մեր երկրում ծախսվում էին, ինստիտուցիոնալ զարգացման։ Այո։ Բայց մերոնք չարեցին։ Նոր մեր հարևան Վրաստանում, օրինակ, ես չեմ ասում շատ իդեալական, բայց օրենսդրությունը տնտեսության մասով շատ արագ ադապտացրեցին այդ նոր իրողություններին եւ շահեցին։ Մեր մոտ հակառակն, օրինակ, ոսկու արտադրության աճի պսես մեծ կտրուկ անկում արձանագրծին։ Դերևս պատճառներից մեկը այն է, որ շատ փող էր պտտվում երկրում, առնում էին մարդիկ, նաև այստեղ ժամանակավորապես հանգրվանած մեր ռուսաստանցի, ռուս բարեկամներ, պահանջարկ էր ձևավորվում, հիմա չկա։ Տեսեք ինչա կատարվում։ Օրինակ Հայաստանը, կոնկրետ մեր մայրաքաղաք Երևանը, երևի աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը ապրելու համար, ծախսատար։ Ուրեմն եթե մենք այսօր գնանք եվրոպական որևէ քաղաք, չէ, ասենք Ֆրանսիա, Իսպանիա, եւ մտնենք սուպերմարկետ, այստեղի սննդի մասին եմ խոսում, այստեղի գներից առնվազն մի 20-25%, ուրեմն ավելի ցածր է։ Ոչ ամեն ինչը, բայց այն ինչ որ անհրաժեշտ է, սա մեկ։ Հագուստեղենը էապես էժան է, կարող է տրանսպորտի ծառայությունը նման լինի արդեն, մոտավորապես քարտային համակարգով, բայց կյանքի որակը տարբեր է էապես։ Շատ։ Պարզավոր աշխատավարձը, այսինքն կամ այդ վարձակալ բնակարանների վարձակալությունը, չգիտեմ, այլ ծառայություն, էապես շատ թանկ են, հա։ Եվ այս պարագայում, այսինքն դուք իրավացի եք, պարոն Սուրյանյաց, որ հենց այս քաղաքականությունն էլ պետք է վարվեր այնպես, որպեսզի մենք այն սեգմենտը այն բազմահազար ուրեմն ռելոկանտները, որոնք եկել են, դրանց գոնե ինչ որ չափով պահենք։ Ինստիտուցիոնալ տեղայնա, որ արմատներ գցեին ստեղ, կրթական համակարգում, բիզնես համակարգում, չգիտեմ, ծառայությունների ոլորտում արմատներ գցեին եւ մենք կպահեինք եւ դա էական աճ կլներ։ Հիմա էլ գիտեք, չէ՞ որ ասենք թե ուրեմն Արցախի հանրապետությունից եկել են 120,000, 130,000 մարդիկ, դրանք էլ են պահանջարկ ձևավորել։ Պատկերացրեք, որ ռուս-ուկրաինական զուգահեռ, ինչքան էլ դա մենք ասում ենք, որ խայտարակ պարզ էթնիկ զտում էր, բայց նրանք եկել են, էդ էլ է, չէ՞, պահանջարկ առաջացնում։ Այսինքն ամենամեծ ցավը այն է, որ արցախցի մեր հայրենակիցներին ոչ թե կադրային հարստություն է նայում այս իշխանությունը, որովհետև այդտեղ որակյալ մասնագետներ էլ են, չէ՞, ի վերջո։ Այլ բեռը նայում։ Ամենամեծ ողբերգությունը էսա։ Միայն իր այդ խեղճ մարկանց հարուցած խնդիրների վրա է շեշտը դնում, այն էլ իրանք չեն հարուցել, իրանց խնդիրն է հարուցել։ Ոչ թե դրանից փորձում են օգտվել։ Նույնը երբ որ սիրահայերը եկան, իրանց հետ բերեցին մշակույթ, որ կարող կապիտալիզացվեր, վերածվեր տնտեսական արժեքի արդյունքի, բայց կառավարությունը էլի այդ հարցերին մատների արանքով նայեց,
Այսինքն մեր մոտ պերմանենտ այս խնդիրը կա, որտեղ ծրագրային քաղաքականություն չի վարում։ Նույն Գյումրին, պարոն Մելքումյան։ Քաղաքի զարգացման կոնցեպտ շեշտը չի դրվում նրա վրա, որ քաղաքացին ներքին տուրիստը կլինի, թե արտաքին տուրիստը կլինի, նկատի ունեմ քաղաքացին, որ հայտնվում է Գյումրիում, այդպիսի երթակառուցվածքներ ստեղծված չեն, որ մի քանի օր այդ մարդը հաճույքով մնա։ Էքսկուրսիա է, դա տուրիզմ չէ, էքսկուրսիա, ճիշտ է, դա։ Այսինքն սա գլոբալ պրոբլեմ է, ընդ որում բավական է, որ այդ մարդիկ անդադ հեղափոխական փորձարարությունների մասին խոսան, ի վերջո իրանք մոտենում են կառավարման այն շեմին, որ առաջի իշխանության կառավարումից երկար է արդեն իրանց գրեթե 91-98 Լևոն Տեր-Պետրոսյանը մոտենում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան կառավարման այդ շեմին, իհարկե Աստված մի արածցե, բայց 7 տարին բավարար ժամկետ է, որպեսզի արդեն հաշվետվություն հասարակությունը իրանցից պահանջի։ Հիմա էլ ինչի հետ ենք ականատես լինում, պարոն Մելքումյան։ Հենց որ փորձում, հա, շատ պատրաստված, շատ դրական իմաստով եմ ասում, պատգամավոր Աննա Գրիգորյանը, հենց փորձում է կոռուպցիոն շղթայի շատ բացահայտումներ անել, ընդ որում շատ կոռեկտ հարցադրմամբ հանդիպում ենք սվիններով վարչապետի դիմադրությանը։ Իսկ այս մարդիկ ասում են, թողեք պետբյուջեին վերաբերվենք որպես գրպանի փող, մեզանից ընդհանրապես հաշվետվություն մի պահանջեք, որտեղ մենք մեծամասնություն ենք ստացել, մեծամասնությունը շփոթում են կոլեկտիվ անպատասխանատվության հետ եւ շարունակ բողոքում են կադրային սովից այն պարագայում, երբ որ դուք նոր շատ ճիշտ նշեցիք, 150,000-ով կամ 120,000-ով, չնայած եթե 44 օրյա պատերազմի հետևանքով եկածներին էլ հաշվենք, 150-ը, 150,000 մարդ, այսինքն կադրեր մտնեն երկիր, դուք չկարողանաք կադրային բազային հարցը լուծել։ Շատ լավ, խնդրեմ պարոն Անկյան։ Մի հատ էստեղ էլի գյուղատնտեսության հետ կապված, քանի որ Սյունիքը, ուրեմն Սյունիքը ժամանակին իր վայելահողերի 43854 հեկտարից մեկ թիվ ասեմ, մինչև 20,000 հեկտար աշտանացան ցորեն էր մշակում։ Հատկապես Սիսյանը։ Հա ոչ միայն, այո։ Բայց առավելապես այո։ Եվ հիմա խնդրում եմ թող վաղը պաշտոնապես հայտարարեն, թեկուզ ՄԿ-ի կողմից վնասված ցանկատարածները քանի տոկոսն են կազմում։ Դա սարսափելի պարենային անվտանգության հետ կապված համակարգային, որ դրան ուշադրություն չեն դարձնում, որ Սյունիքի պաշտպանությունը հողը մշակելով է սկսում։ Այսօր Դամոկլյան սրի պես կախեցին սպանդանոցային համակարգի խնդիրը մարդիկ անասնագլխականակը վերացնում են պարզ, որովհետև չեն կարում իրանց արտադրանք իրացնել։ Մի երկու օր առաջ կառավարությունը 10,000 դրամ այդ մորտի փողը սովորական բայց ինչ է։ Չէ, ասենք էլ այդ։ Պարոն Մելքումյան, հիմա տեսեք մյուսը, ժամանակին ասում էին կաթը մթերում են ջրի գնով։ Հիմա ջուրը կաթից թանկ է։ Այսինքն չկա ոչ մի բան, որ ֆերմերը գյուղաբնակը կարողանա այդ վիճակից դուրս կգնա զարգացման։ Եվ սարսափելի ոլորտի զարգացման համար նախորդ նիստերից մեկին ես չեմ նայում, հետագայում ինձ ուղարկում են որոշ բաներ, որ դիտարկեմ, 35 միլիարդ հարկային արտոնություն են տվել ընկերություններից մեկին, որը որ իբր գյուղատնտեսության ոլորտում նոր ներդրումն է, հայտնի ընկերությունն է, ռեկլամ կամ հակառեկլամ, իրանք ինձանից լավ գիտեն։ Հիմա 35 միլիարդ դրամը իմ թվաբանության բանավոր շուրջ 87.5 միլիոն դոլար է։ Եթե 1 միլիարդ դրամ 2.5 միլիոն դոլար է, այդ 87-ը դուք պատկերացնում եք 87.5 միլիոն դոլար հարկային արտոնություն են տալիս մեկ ընկերությանը։ Գյուղացիներին 0%-ով վարկը չկա սուբսիդավորված։ Մնացած սպառողական վարկը արդեն մոտեցել է 20%-ին։ Եվ մյուս օրինակը, այս 87.5 միլիոն դոլարը եթե ներդրվի հակակարգային համակարգերին, ես ասում եմ, կրկնում եմ, 2017 թվականին պիլոտը արվել էր Էլիա 3-ով, ոչ թե ամպերը պետքա մշակվեն, անձրև դառնալ։ Խնդիր էր դրված 2-3 տարում ամբողջ հանրապետությունը պետքա արդյունավետ եղանակով փակվի։ Ու այս գումարի պաշտոնապես հայտարարում եմ,
նշվածս գումարի 45%-ներ ընդամենը ծախսվելու։ Այսինքն դու ամբողջ հանրապետությունը սրի եք մատնում, մի ընկերության 38 եւ մի պահել այն շրջանառության հարկետ կապված, որը ուղղակիորեն նաև ազդում է գյուղմտերքի իրացման կազմակերպիչների եկամտաբերության եւ տունը պահելու խնդրի, ելի եմ մանր ու միջինի խնդիրն է։ Այստեղ տեսեք ինչ է կատարում։ Շրջհարկը 5-ից 10% են, առևտրականները բունտ են բարձրացնում, դա սոցիալական բնույթի է եւ թվում է թե հեսա պետքա բոլորը միախմբվեն, որ այս համակարգային խնդիրը կարգավորեն, որովհետեւ մեղավորը մեկն է, որովհետեւ համակարգը ձախողված է, ու մեկ էլ այդ թեժ պահին մեկը հելում բարձր Մեր պայքարը քաղաքական չի, եղբայր քաղաքական պրավալա գնաց է, այսինքն ով է քո քաղաքականությունն իրականացնում, Այ դա է որ դրած ականները մտավախություն ունեն որ հանկարծ ասեն քաղաքական ընդհանրապես հարցի չեն լուծի։ Շատ լավ, ամբողջ խնդիրն է որ մենք հնարավորություն տանք պարոն Մանուկյանը եւս իր դիրքորոշումը արտահայտի պարոն Մանուկյան, դուք հնդածս միջամտեք, ոչինչ։ Ներողություն, ես կխնդրեմ նախ քննարկվածի վերաբերյալ, հա, եւ երկրորդը, քանի որ մենք միայն խոսեցինք մայրաքաղաքի խնդիրներին, հա, հորդառատ անձրևների կտրվածքով եւ այդտեղ փաստորեն Վիոլա ջուր Երևանի քաղաքապետարան կարծես թե լեզու չեն գտնում իրար հետ։ Այլ խնդիրներ եւս կան, ամեն օր դրա մասին քաղաքացիները բարձրաձայնում են։ Կանաչ տարածքների կորուստ, տրանսպորտի ծանրաբեռնվածություն չնայած, հա, ուրեմն գինը բարձրացավ եւ այլն, կարող են առանձնացնել նաեւ կառուցապատման խնդիրը չկարգավորված եւ անկանոն, օդի աղտոտվածություն, աղմուկ, այս ամբողջը կարող է շարքը այդպես անվերջ թվալ, հա։ Լավ, եթե այն հարցում Վիոլա ջուրն է մեղավոր, այս հարցում ովքեր են մեղավոր, պարոն Մանուկյան։ Ուրիշ վիոլաներ կան, թե չէ։ Շատ կան։ Ուրեմն հիմա միշտ կան այդ վիոլաները, հա, ցանկացած ուղղությամբ։ Ես բոլոր վիոլաները հենց իրենք են, ասեմ, քաղաքացիական պայմանագիրը։ Ես արձագանք եմ պարոն Սուրենյանցին կապված հարցը Նիկոլ Փաշինյանի եւ այդ հիստերիան ազգային ժողովում կոռուպցիան բացահայտել եմ ես։ Ինչով, որովհետեւ Պարբերաբար իրանք տալիս են անբարեխիղճ շինարարին շինարարություններ, աստղաբաշխական մեծ գումարներով եւ վերջինը մեր ավականունիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շրջանակում բյուջեում չպլանավորված 2.5 միլիոն դոլար, ասում կաբինետներում շպրտած էր այդ 2.5 միլիոն դոլարը, որ գալիս եք ձեր ԿՊ-ական ընկերությանը Lilian Arm SP-ին, որ այդ մանկապարտեզ եւ մնացածը Նաև այս նույն ընկերության տնօրենը Լուսինե 16 թե կամ մի փոքր սխալ ասեմ անվանումը 6 միլիոն դոլարի կառավարության ու քաղաքապետարանի հետ էր կնքը պայմանագիր։ Իրենք իրենց մեջ փայփա են անում, պարոն Սոնյան։ Ոնց որ անիվի փողերը։ Այո, ոնց որ անիվի փողերը եւ իրենք թալանում են մեր ժողովրդին։ Այդ արձագանքը հիմա հերթով վերադառնամ, ինչու են հարկեր իրենք բարձրացնում։ Իմ կարծիքով IMF-ի պահանջն է, որովհետեւ իրենք չեն կարողանում իրենց պարտքերը վեճած վարկերը սպասարկեն եւ պահանջադրվում, որպեսզի իրենք հարկերը բարձրացնեն։ Մյուս խնդիրը որ կա, ռելոկանտների խնդիրը, ովքեր եկել էին ՏՏ ոլորտի հիմնականում, մեր մոտ չմշակվեց օրենսդրական դաշտ, այնպիսի պայմաններ, որպեսզի այս մարդիկ մնային մեր մոտ իրենք ստիպված գնացին իրենք Վրաստան օրինակի համար։ Հաջորդ խնդիրը որ կա, քաղաքը դարձել է թանկ քաղաք։ Ինչու համար։ Սկսած են որ գույքարկը բարձրացնում են, քաղաքացիները ասում են քո տունը ծախի, քո հայրական տունը օրինակի համար դու ապրես գնա կամ վարձով տուն կամ ջերմուկում կամ չգիտեմ ինչ որ անհասկանալի բացատրություն ասում ժողովուրդ, սա ազդում է իր այդ մուլտիպլիկատիվ վատ էֆեկտը տալիս է, որովհետև եթե օրինակի համար ռեստորանը, որը վարձով վեցել է, գույքահարկը իր մոտ բարձրանում է 6-ից 8 անգամ, ուզի վարձակալության վրա ինքը ազդելու է։ Էդ էլ ազդելու է վերջնական արդյունքի վրա, գներից ու մնացածից։ Հասկանու եք, այսինքն ստեղ էլ կառավարման խնդրեմ կա։ Հիմա կան քաղաքի խնդիրներ։ Տեսեք, հերթով անդրադառնանք տրանսպորտը։ Մի րոպե էլի, մի հատ դիտակ մեր բան հերոստատիտողների համար ասեմ։ Այո։ Ուրեմն տեսեք, եվրոպական խոշոր քաղաքներում ես սուպերմարկետների մասին արդեն ասեցի, չէ՞ գների։ 4, ասենք ընտանիք է, 2 մեծ, 2 երեխա, գնում են ինչ-որ որոշակի հանրային սննդի, ուրեմն օբյեկտ, պատվիրում են միջին, ասինքն միջին ինչ-որ սննդակարգ, հա, ասենք թե նույնիսկ ալկոհոլ էլ չկա եւ այլն, ուրեմն մոտավորապես 100 եվրո, 90, 100, 110 եվրո, միջին։ Այդ նույն բանը ստեղ է, ասինքն 10000 դրամ նույնիսկ այդ մինիմալ։ Ասինքն ոնց է ստացվում, որ այս եկամուտներով ուրեմն մեր քաղաքում եւ եվրոպական բարձրակարգ ուրեմն հանրային սննդի կետերում նույն գնագոյացումն է։ Դա նորմալ է։
Չէ, ինքը խայտառակություն է, ու տեսեք ոնց օրինակ կարագի օրինակը բերեմ խանութում, Եվրոպայում մեկ կարագի արժեքը 300 գրամա, շուրջ 3 եվրո է։ Մեր մոտ տեսեք գինն ինչքան է։ Հաջորդիվ պետությունը չի կարգավորում, ոչ մի բան չի կարգավորում, հասկանում եք, այսինքն գնա գոյացում ինձ ձևի ալինում մարդ ինչքան եկամուտ է ստանում կամ նույն գյուղմթերքի արժեքը մեր մոտ ոնց է, այդ բոլորը նպաստում է, որ գնում ես մեր մոտ ցանկացած սրճարան կամ ռեստորան, Եվրոպայի գին եւ ավելի բարձր, հասկանում եք, եւ դա սկսում է արդեն տուրիստին էլ վանել, որովհետեւ ինքը գալիս է հասկանում, որ թանկ երկիր է եկել եւ համատականը պետք է տանեն, ինքը ինչի դիմաց ինչ է պատրաստվում վճարել։ Այս պարագայում միանշանակ դուք ճիշտ եք, անհամատեղելի է եւ դուք չես կարողանում հասկանալ ինչի համար։ Բացատրությունը մեկն է, պետությունը, կառավարությունը իր տեղում չի։ Հիմա Երևանի խնդիրներին անդրադառնանք։ Տեսեք, տրանսպորտը թանկացել են իրենք, ամենայն պատասխանատվությամբ ձեր եթերից ասում եմ, առնվազն օրական 15 միլիոն դրամ փող է կորում։ Եվ դրա համար կամ այդ մարդիկ տեղում չեն, դիլետանտների խումբը հավաքված, որ այդ գումարը ու թվերով հիմնավորեմ ձեզ։ Ուրեմն անցյալ տարի այս նույն ժամանակաշրջանում, երբ որ ավտոբուսի վարորդները վերցնում էին 100 դրամները եւ իրենք ասում են օրեկանը մի աշխարհ գողանում են, 30-40% գողանում են։ Այդ ժամանակ օրական հավաքվում էր 28 միլիոն դրամ։ Հիշենք այս թիվը։ Հիմա էլ է նույն թիվ։ Հիմա նա չէ, նայեք ինչն է հետաքրքիր։ Սրանից հետո հունվարից 120 մասնավոր շարժակազմ դուրս եկավ, 120 պետականը մտավ, այսինքն 20% աճ եղավ, այսինքն այս 28 միլիոնը առնվազն պետք է դառնար 33 միլիոն, ճիշտ է։ Հիմա մետրոպոլիտենը, մետրոն, էլեկտրատրանսպորտը եւ Երևան ավտոբուսը բոլորը հավաքում է թելսելը գումարը։ Եվ մենք գիտենք, որ թանկացել է։ Հստակ փաստ է, որ մետրոյով օրական երթևեկում է 75000-ից 85000 քաղաքացի։ Նույնիսկ մինչև 100000, հա։ Այսինքն միջին ածված 5000-ը ընդունենք անվճար, բայց 3000-ն են անվճար երթևեկում։ Այսինքն օրական նվազագույնը 10 միլիոն դրամ ապահովում է մետրոն։ Այսինքն գումարն արդեն դարձավ 43 միլիոն դրամ, ճիշտ է։ Պարոն Մանուկյան, ներողություն թվերը ես էլ եմ որոշակի տնային աշխատանք կատարել։ Կարծեմ օրական ուղևորաշարժը օրական ավտոբուսներով 280,000 ուղևոր, տրոլեյբուս էլ կա 10,000 եւ մոտ 90-100,000 մետրոն։ Հիմա այս պարագայում ուրեմն հավաքվում է, երբ որ 100 դրամ էր 1 տոմսը, 28.5 թե 29 միլիոն դրամ, հիմա էլ նույն գումարն է հավաքում։ Ի՞նչն է հետաքրքիր։ Մենակ եթե ես սխալվեմ, դուք կուղեք, եթե չեմ սխալվում, մի 6-7 ամիս առաջ, երբ որ ավտոբուս ՓԲ-ում ղեկավարություն փոխվեց, օրական 4 միլիոն դրամի աճ գրանցվեց։ Միանգամից 35 միլիոն դրամ ընդհանուր հավաքագրում է եղել, բայց ինչն է հետաքրքիր, որ բոլոր վերլուծականները եւ թելսելի հետ պայմանագիրը, որ իրենք կապել են, հստակ ֆիքսել են, որ վերգետնյա տրանսպորտով օրական երթևեկում է 600,000 քաղաքացի։ Այսինքն ձեր ասած 200 քանի հազարը չի, շատ ավելի շատ է։ Բայց այս թվերով, որ առաջնորդվում ենք, նոր ձեզ ներկայացրեցի, օրական մոտարապես 45 միլիոն դրամ գումար պետք է հավաքագրվեր։ Ասում նվազագույնը, այս մարդկանց մոտ 33 է հավաքագրվում։ Գնացել եմ այդ տեղեկատվական տեխնոլոգիաների այդ պոակը, որ կա տնօրենի մոտ, 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում այս մարդը։ Excel ծրագիրը չի կարողանում աշխատացնել։ Ասում քանի հոգի է ծրի երթևեկի, ասում չգիտեմ, մի րոպե հաշվեմ, բան, ընկեր տանջվում է, ասում լավ, հաջորդ ասենք թե մի թերսելը ջնջեց թվերը։ Եկավ ասես 10 միլիոն պակաս ավակը։ Ո՞նց ես ֆիքսում։ Նայում եմ դեմքից, նայում եմ կողքերից, ասում եմ ես քեզ եմ նայում, պատասխանի մարցին, հասկանում եք։ Բայց բան, մի բան էլ ասեմ, որ շատ ընդունված է այսպես այդ դիտարկումներից Տիկինեսյան։ Ասում եմ, որ պետական կառավարման համակարգի որակի մասին որ խոսում ենք, շատերը ասում են նույնիսկ չեն էլ ոչ թե ցանկություն չունեն ակտիվ մտնեն process աշխատեն, որովհետև կարող է վախենում են, որ քրեական գործեր կառուցեն։ Տենց բան կա, տենց դուք ֆորընտեր նայում եք։ Ես ճիշտը որ ասեմ, իմ մոտ հետևյալ տպավորությունն է, որ ով իրենց հասցնելիք փայը տեղ չի հասցնում, մենակ իրենց վրա են գործառույցում, անկեղծ ասեմ, որովհետև օրինակի համար ասում եմ, Երևան քաղաքում ընդունված կարգ է եղել, պարոն Սոնյանց, ինչն է զարմանալի, մարդիկ նամակ են գրել, ասել են, այս հողը տուր մեզ, 2 ամիս չեն պատասխանել, մտել են դատարանով, ասել են, քանի որ 2 ամիս չեք պատասխանել, դա ընդունենք դրական պատասխան մեզ, դա օրենքն է ասում։ Մտա Երևանի հողերը մեջ են արել։ Վերջում այնքան էին լկտիացել, Անտարայինում 830 քառակուսի հողը, այլ
կադաստրային արժեքով է չի, ասում անհատույց նվեր տուր, ու անհատույց են վերցրել այդ հողերը, հասկանում եք, մի հոգի պատասխանատվություն չի կրել, մի հոգի դեղի համար։ Հասկանում եք, հիմա գանք ճարտարապետության այս խայտարակ շինարարությունները։ Խնդրում եմ հակիր ժամանակը շատ շատ արագ։ Ուրեմն այս մարդիկ ինչ են անում, Photoshop-ը վերցնում են ծրագիրը, մի շենքը վերցնում են ստեղից տանում են ստեղ, մյուս շենքը տանում են ստեղ, ինչ որ ազատ գոտի են թղթի վրա ստանում, ստեղ շին թույլտվություն են տանում։ Բայց ազատ տնտեսական գոտի չի։ Ուրեմն այս շինարարությունը խայտարակություն է։ Մյուսը, որ պետք է ցանցապատ լինի, փոշին դուրս չգա։ Ուրեմն երկրորդ մասնաշենքում նստում է Գասկ Կոչեցյանը, ով որ պիտի պայքարի, որ այդ վերահսկողության վարչություն։ Այո, ես մարդկանց աչքի առաջ նկարում եմ վիդեոն, ուղարկում եմ, ասում եմ նախ ոչ մեկ ցանցապատ չի, Ֆիրդուս հայտնի։ Այս մարդկանց կամ դադարեցեք շինարարությունը։ Ֆիրդուսը իրանց հետ է դիմաց։ Ու իրանց դեմն է, իրանց պատուանից sense նայում է։ Տեխնիկան դուրս է գալի փոշոտ, ցեխոտ, չի մի հատ լվացնում, այդ անվադողերը նոր դուրս գալիս, նկարում ուղարկում եմ իրանց, ինձ պատասխանա հետ գալիս, մենք եկանք փաստը չարձանագրեցինք։ Փաստ արձանագրած ուղարկում եմ, ասում եմ գնա ցուցակ կպցրեք սենց ձեր պատի վրա, գրեք, խախտումը մեկ անգամվա արժի $100, մշտականը $5000, այս մեկ է խայտարակությունը հասկանում եք իրանց մոտ։ Աղբանության վիճակը դուք նայեք ինչա կատարում հասկանում։ Բայց վճարը այդ աղբանության։ Այսինքն Ո՞րն է բարձր։ ներողություն, աղբը մարդն է, չէ՞ առաջացնում։ Այո, իրանք որ քառակուսին է։ Քառակուսի մետրով են։ Այսինքն քառակուսին է առաջացնում, ոչ Դե թե տուգանքի մատերիալ, տուգանքի մատերիալ։ Շատ լավ, պարոն, իրապես կարելի է անverջ խոսել, այնուամենայնիվ, եթե փորձենք ամփոփել, հա, ուրեմն ինչ այդպես եզրահանգման ես եկա, որի մասին պարոն Սուրենյանցն է խոսեց, փաստորեն այս ցուցանիշները փաստ է, որ բերում են ավելի սոցիալական խնդիրներ, հա, իրենց անկման հետևանքներով։ Գործազրկություն, աղքատության աճ, միգրացիա, բարդացնում են բիզնես միջավայրը, չէ՞, ներդրումներ չկա, այդ թվում ՓՄԶ ներկայացուցիչների համար, բացահայտում են անկարողությունները գյուղատնտեսության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, շինարարություն, արտադրություն եւ այլն եւ այլն։ Եվ սրա միակ բացատրությունը, պարոն Մելքումյան, այն է, որ այո, ընդունում ենք, որ կա պետական կառավարման համակարգի, այսպես ասենք, ճգնաժամ կամ կադրերի սով եւ վերջ, սա պետք է լինի թեկուզ ամենաբարձր մակարդակով։ Այսինքն ամփոփելով միայն արձանագրումը, որ այո, պետական կառավարման համակարգում կա ճգնաժամ ամենաբարձր մակարդակով պետք է բավարարի այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, խնդրեմ բան։ Ոչ, դա էպիկրիզն ենք տալի, դա շատ նման է, որ հիվանդությունը, մարդու հիվանդությունը ախտորոշվում, բայց բուժում չնշանակվի։ Հիմա էպիկրիզը բոլորս միասին։ Կարող ասում են այդ հիվանդությունը ստեղ չի բուժվում։ Այո, ստեղ չի բուժվում, այո։ Շատ ճիշտ արձանագրում արեցիք, պարոն Մելքումյան։ Ստեղ, այսինքն այդ տիպի հիվանդությունները փոխաբերեմ, այսինքն ստեղ չի բուժվում, տնտեսական հարթությունում ցավոք սրտի դրանք չեն բուժվում։ Խոսեցինք հիմնականում տնտեսական խնդիրների մասին, պարոն Հարությունյանը շատ վերջախոս ներկայացրեց գյուղատնտեսության վիճակը, քաղաքային տնտեսության վիճակը, պարոն Մանուկյանը, բայց այդտեղ չեն լուծվում այդ խնդիրները։ Լուծումները քաղաքական են։ Որոնք քաղաքական են, լուծումները ոչ միայն ընթացիկ քաղաքական կառավարման իմաստով, այլ նաև հայեցակարգային։ Հայաստանում ցավոք սրտի գլոբալ իմաստով չկա կայացած այսպես կոչված սոցիալ-դեմոկրատական ուղղություն, որը առաջնային կհամարեր շարքային քաղաքացիների ոչ նոմենկլատուրային մտավորականության, փոքր բիզնեսի իրավունքները, հա։ Իրականում քաղաքական լուծումներ է պետք տալ։ Այն ուղղությամբ, որ պատմություն դարձվի դիլետանտ պոպուլիստ իշխանությունը, բայց դա ինքնին բավարար չի կանխելու համար այս հետընթացքը, նաև պետք է հայեցակարգային նոր մոտեցումներ որդեգրվի նոր իշխանության կողմից, որպեսզի կարողանանք այս խնդիրները հաղթարել, որովհետև գործող կառավարությունը լիբերալիզմը շփոթում է ամենաթողության հետ։ Գործող կառավարությունը ամբողջ համաշխարհային տրենդը լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում, օրինակ գիտենք, չէ, Եվրոպայում իշխանության են գալիս ձախերը կամ աչերը, որոնք բոլորն էլ պետության կարգավորիչ վերահսկող դերը տնտեսական հարաբերությունում սկսում են կարևորել։ Նույն տեսեք Ֆրանսիայի քաղաքական դաշտում ինչա կատարվում, Մեծ Բրիտանիայում ինչա կատարվում։ Հիմա բոլոր
եվրոպական էլիտաներում այդ վեճն է, որ այդ նեոգլոբալիստական լիբերալ ուժերը ճգնաժամի առաջ են կանգնեցրել համաշխարհային կառավարումը, տնտեսությունը, անվտանգության խնդիրը բերել է հասցրել են այս վիճակին։ Այս դիսկուրսը Հայաստանում էլ է պետք։ Իհարկե լոկալացված մեր խնդիրների, մեր առանձնահատկությունների համեմամբ։ Այո, որտեղ հիմա մեզ պետք է a քաղաքական իրական այլընտրանք, այդ ուռահայրենասիրությունից, բանից դուրս, կոնցեպտուալ լուծումներով, ռեալիստական մոտեցումներով։ Եվ պետք է իշխանափոխություն։ Այսինքն միջև այլընտրանքի հարցը չլուծենք, այդ իշխանափոխությունը տեղի չի կարող ունենալ, որտեղ միշտ պոպուլիստական իշխանությունը։ Սա մի րոպե, դուք շատ ճիշտ բան ասեցիք, այդ դիսկուրսը, որ կա աշխարհում ընդհանրապես, այդ դիսկուրսը որտեղ է երևում, բանավեճերում, չէ՞, նաև։ Այո։ Տարբեր հարթակներում, բանավիճելով, մարդիկ նայում են ինչ բանավեճ է, ինչ ուղղություններ կան, եւ այլն։ Հիմա այդ որ դուք ասում եք, որը կբերի իշխանափոխության, ինչ եք կարծում, այդ դիսկուրսների որակը եւ կհամոզի ընտրողներին, որ հիմա մեր մոտ այդ ինչ դիսկուրս որ Հայաստանում կա, ինչ որ մի բանի է բերում, որ այդ դիսկուրսի մեր մոտ դիսկուրս չկա, մեր մոտ գզրուց։ Հա, ցավոք սրտի։ Դրա համար այն ի պատիվ ձեզ ասեմ, Կենտրոն TV-ում շատ բացառիկ հարթակներից է, որ ասես պրոֆեսիոնալ դիսկուրսի հնարավորություն է ստեղծում։ Աշխատում է։ Որտեվ ես բոլոր տեղերում, շատ տեղերում եմ գնում բանավեճի մասնակցում, այդ բանավեճերը ցավոք սրտի դառնում է մրցավաց նրանց միջև ով ավելի բարձր կաղմկի։ Այդ տեսեք, ստեղ մենք նստած հանգիստ համադրելով, սա ավելի լավ դիսկուրս է։ Գիտեք ինչի, որովհետև շատերը ասում են որպեսզի դիտումներ ունի, դե սկանդալ է։ Դե չէ, սկանդալ տենց է, չէ, սկանդալ դիտում կա։ Հետո այդ դիտումը Պարոն Մերկումյան, անկեղծ ասենք, հիմա Հայաստանին ինչն է ամենաշատը պակասում, մերիտոկրատիա։ Ոչ թե կադրեր չկան, այն մեխանիզմը չկա, որ մերիտոկրատիկ իշխանություն։ Կադրերը վախեցած են։ Հա, ով կուզենա, կներեք, մի հատ իշխանության հետ աշխատի, որի եւ իր ճակատագիրը կապի մի հատ մարդու տրամադրությունից։ Ոչ մեկ։ Ոչ մի պրոֆեսիոնալ չի անդուրժի այդ վիճակը։ Քաղաքային կառավարման մասով էլ կարճ ասեմ։ Ներողություն ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլ նաև արժանապատվություն։ Այո, քաղաքային կառավարման մասին էլ ասեմ, շատ կարճ, որտեղ պարոն Մանուկյանը դրա մասնագետն է ստեղ նստած է։ Համենայն դեպս քաղաքական համակարգից երևում է մի հատ քաղաքային կառավարում այսօրվա կոալիցիա լափամանով ու կոռուպցիոն ժանիքներով ջարդարարության ինչ-որ նշաններով քաղաքային կառավարումը այսօր այդպեսին է դարձել։ Զուգորդվում նաև շանտաժով։ Այո, հակառակ պարագայում։ Այսինքն ստեղ էլ դիսկուրսը դա է։ Հա, ցավոք Այդ տիպի դիսկուրս։ Չէ, ընդդիմությունը այնտեղ մեղք չունի հավաքանի, չմեղադրեց։ բան լծակ չունի։ Բայց այս մարդիկ գնում են, համենայն դեպս երկու ակտիվ աշխատող խմբակցություն ես տեսնում եմ, որ գնում են, նկարում են, պայքարում են, խոսում են, նիստերի ժամանակ բան չէ։ Քաղաքային մի քիչ նորմալ, մի քիչ թե շատ նորմալ իշխանության համար այդ վիճակը պետք է երանելի լիներ, որտեղ իրանք չեն բարձրատրվում, բայց անում են այն գործը, որ ասենք վերահսկողական տարբեր մարմիններ։ Այո, գործառույթը իրականացնում են այստեղ։ Բայց ինչ դաստվեցին։ Ասեցին կոռուպցիայի բացահայտում անեք, համ գծեցվեք, համ մեղադրանք ձեզ կառաջադրվի։ Հաստատ օրինակ պարոն Մանուկյան։ Ուրեմն տեսեք, ես երկրորդ եմ պարոն Սուրենյանցի խոսքերը, որ այս սոցիալ-տնտեսական վատ վիճակը արտաքին քաղաքականությունը մի կողմ դրենք, որ շատ կատաստրոֆիկ է, այդ ինձանից մի քանի անգամ ավելի բարձր պարոն Սուրենյանցը լավ կմեկնաբանի, բայց մեր սոցիալ-տնտեսականից խոսենք, տեսեք, չկա քաղաքական պատասխանատվություն, այսինքն նույն ԿՊ-ն չի գիտակցում, որ ձախողել է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ կամք ցուցաբերի հրաժարվի։ Երկրում կա անպատժելիություն, անպատասխանատվություն, լկտիություն եւ լափամանին կարճած, աթոռին կարճած լինելու երևույթ։ Եվ այս պարագայում բեկորային լուծում չպետք է լինի, այսինքն այս անձին հանեն, մյուս անձը լինի, այլ պետք է լուծում լինի կոնցեպտուալ, այսինքն այս պարագայում ԿՊ-ին պետք է հեռացնել, որպեսզի այս մետաստազները վերացնվի եւ երկիրը, նաեւ հասարակությունը առողջանա։ Հասկանում եք, իրանք ստեղծել են վատ, անառողջ մթնոլորտ, իրենք ստեղծել են մի իրավիճակ, երբ որ քաղաքացուն, այն որ իրանք շատ արժևորում էին, մի ոչինչ ասել են քաղաքացուն, բառից ու իմաստով, էլ չեն սիրում, էլ չեն խոնարհվում քաղաքացու առաջ եւ լուծումը միակն է, կոնցեպտուալ, հեռացնել իրենց ամբողջությամբ։
դա կլինի արտահերթ թե հերթական ընտրություններով, բայց կարծում եմ, որ գնահատականը ժողովուրդը հասարակությունը պետք է տա եւ գնահատականը պետք է լինի քաղաքական, կոնցեպտուալ, ամբողջական, հեռացնենք եւ վերջացնենք։ Խնդրեմ, պարոն Հարությունյան։ Ուրեմն եկեք ես փորձեմ Երևանի հետ կապված, այնուամենայնիվ Երևանը մեր հանրապետության մայրաքաղաքն է եւ պետքա բոլորիս ուշադրության կենտրոնում լինի։ Ես կուզենայի պարոն Մանուկյանին մասնագիտական առաջարկ անեի, հասարակ բան է, թեկուզ դուք ավականի նիստում կարող եք բարձրաձայնել, այս էկոլոգիական աղետը, որ չոկել արդեն Երևանում, թոկերը չկա, Երևանի կանաչապատումը չկա, հասարակ մի նախագիծ, որ այս հուդայի ծառերը բան տնկելուց հետո կանաչապատումը ժամանակ ունենա, Իշնի հրազդանիկից սանիտարական մաքրում անի, որ մնացած ծառերը չվարակվեն, այնտեղ ինվազիվ ալերգիկ ծառեր կան եւ երկրորդը դա պահեք ուշադրության կենտրոնում եւ այսօր շինարարական բում էր, քանի տարի, որտեղ մի հատ GCB կամ Caterpillar մտնում է, դե սկսում են շենք կառուցել, աշվա առնելու, որ երեխայի խաղարապարակա կանաչ գոտի է, գոնե առաջարկեք այդ հարուստ ընկերությունները, շինարարական կազմակերպությունները, որոնք ժամերի ընթացքում վեր են խոյացնում մեծ բնակարանաֆոն, այս քաղաքի շուրջ բոլոր անապատը դատարկություն է։ Քաղաքապետարանը, որտեղ գրի քաղաքականություն, հատված պլանավորված, նախագիծը հաստատված, որ ամեն ընկերությանը ավարտական ակտը տալուց առաջ ասի դու 1 հեկտար կանաչապատում ես անում այս հատվածում, այս ծառատեսակով։ Այլ տարբերակ, տեսեք շատ հասարակ խելք, կամք, ցանկություն, ոչ են են մյուսը։ Դե ուրեմն մենք սխալ տեղից ենք բռնացրել, խոսելը բացարձակ անիմաստ է, ուղղակի մենք արձանագրում ենք, խոսում ենք, մեզ նյարդայնացնում ենք, դնում ենք անարման վիճակի։ Ամեն դեպքում իմաստ ունի, որտեղ գոնե օրենիշներ ենք ցույց տալու։ Եվ եթե ամփոփման խնդիր կա, այդ արիտներ կլինի, տարբեր արիտներով խոսում եմ, այն ամենասկզբից, որ թվարկում էիք, որ ասում են 4 համայնք, 7 համայնք, ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, կարող եմ թվարկել, որ սկսած Արտաշատ, Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Դալար, Ոստան, Արևշատ, Աբովյան, Նորակեր, Բերկանուշ, էլի թվեմ գյուղերը։ Չէ, Հերիկա, ու տեսեք սա ընդամենը հանրապետությունում առաջի դիտված կարկուտներ։ Նոր սեզոնը աստվածտա չլինի, բայց նոր է լինելու։ Չի աշխատելու ապավագրական համակարգը, չի աշխատելու կարկտային մթերող կազմակերպությունները պետք է պատրաստ լինեն արդեն ցածրորակ մտերքինտուման պետությունը եւ վերջին նախադասությունը փորձեմ պատմությունով իշքան հիշում եմ ամենահայտնի մեր թվագրությունից առաջ 270 թե 240 թվականին կրսեր Կատոնը ասել է այնուամենայնիվ Կարտագենը պետք է կործանվի։ Շատ բարի։ Ամփոփենք հարգելի գործընկերներ, Տիկին Իսայան, այո, չէ, ես չեմ համարում պարոն Հարությունյան, որ այս քննարկումները դրանք անհրաժեշտ չեն, միգուցե մենք պետքա հիբրիդային եղանակով նոր հիմա հենց հիմա ուղեղից մեջ եկավ մի նոր բան առաջարկենք, որ շատ քննարկումներ, մեր նոր պրոյեկտ տնտեսական ալիքը, որը ապաքաղաքական նախաձեռնությունն է մեր, դուք եք մասնակցում, երևի մեր գործընկերներն էլ պարոն Սուրենյանցն էլ անկախ այստեղ կուսակցական բան չկա, ընդհանրապես սա մասնագիտական քաղաքացիական նախաձեռնությունն է, մասնագիտական, միգուցե մենք այս քննարկումները զուգահեռ, այս տաղավարին զուգահեռ, ընդունենք քննարկեցինք կարկուտի հետ կապված հարցը կամ հորդառատ անձրևների կամ մյուս, գնանք մարզեր, գնանք տեղեր, գնանք այդ քննարկումները կատարենք տեղերում, լսենք փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչներին, մեր գյուղերի, գյուղաբնակ համայնքների ներկայացուցիչ տեղում նաև լինենք եւ համադրենք, զուգակցենք այս քննարկումները, որ չլինի միայն այսպես TV-ի կամ ակադեմիական ոճի մենակ քննարկում ենք անում, ես նոր մտածեցի եւ միգուցե կնախաձեռնենք մենք այդպիսի քննարկումներ հենց տեղերում անել, բոլոր մարզերում, բայց ես հետ գալով այսպես ծախսատար քաղաք, ծախսատար երկիր այս հասկացությանը ասեմ, որ նայեցի հաղորդումից առաջ թե գնաճը փոքր է եղել լայն առումով մասնագիտական, կենտրոնական բանկի մեթոդաբանությամբ, բայց տեսեք, սուրճը, շոկոլադը եւ ալյուրը
էական մենք գնաճ ունենք այս վերջի, ուրեմն 1-2 ամսվա ընթացքում։ Երկրորդը, այն ինչ որ խոսքը գնում է քաղաքական լուծումների մասին, ես համաձայն եմ, որ մենք արձանագրում ենք տնտեսական պրոբլեմատիկան, իմ նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ խոսք գնաց մեկը արևմտամետ էր, մեկը դեպի հյուսիս ուղղվածություն ուներ, թե ինչքան ֆինանսավորում են ստանում ստեղի հեկաները այնտեղից, մյուս տեղից, ես ասում եմ, նենց պետք է լինի, որ դրսի ֆինանսավորումը չպետք է կանխորոշի այսպես քաղաքական գործընթացների, ուրեմն արդյունավետությունը, տեղական բիզնեսը պետք է կարողանա պահանջարկ ձևավորի, չէ՞, որպեսզի տեսեք, մենք ինչ ենք ասում, ինչ ասես ասում ենք, վերջում ասում ենք ընտրողը կգնա, իր վերաբերմունքը ցույց կտա, բայց կարող է գնա մեր ընտրողը շատ յուրահատուկ ընտրող է, կարող է գնա վերաբերմունքը մի քիչ անհասկանալի լինի, մոռանա ինչ որ բաներ կամ չուզի հիշի, կամ ինչ որ պատրվակներ գտնի, ոնց որ ասում են, եթե կան նախկինները վերջացավ, ուրեմն սա ամեն ինչ ոչի բան չի փոխվում, սա էլ է արհեստական օրական։ Դրա համար ես ասում եմ, որ այնպես պետք է լինի տնտեսական կառուցվածքը երկրի համակարգը, որ բիզնեսը ազատ շնչելու հնարավորությունն է։ Բիզնեսը իր շահերը պաշտպանելու համար ազատություն ունենա որոշակի, չեմ ասում, ամբողջ աշխարհում էլ ճնշում են, որ այն քաղաքական մոտեցումները, որը համահունչ է իր բիզնես պատկերացումներին, ինքը կարողանա աջակցի այդ ոլորտին։ Այո։ Այսինքն սա է, որ պետք է մենք կոնստրուկցիան կարողանանք այդպես ձևավորենք եւ կարծում եմ, որ այնուամենայնիվ ինչքան էլ մենք բացասական այսպես գնահատականներ ենք տալի եւ այլն, բոլոր դեպքերում մենք լավ երկիր պետք է դառնանք, ջանքեր գործադրենք, որտեղ լինի բարեհաճ, ճիշտ երկիր, այնպիսի մի երկիր, որտեղ մարդը ուզում է մնա եւ ապրի, որ արտագաղթ չլինի, այլ ներգաղթ լինի, հա, մեր նպատակը դա է։ Այնպես որ Տիկին Իսահակյան շնորհակալություն հայտնենք այսօրվա մեր հյուրերին շատ արդյունավետ քննարկման համար, տեսեք, ես մի բան եմ ուզում, որ դառնա դա օրակարգ։ Հաճախ ինչ որ քննարկումներում թեմա են գրում, որ այս պետք է քննարկենք, բայց մենք պետք է քննարկումը մեկը մյուսի հետ շահկապված ունենք։ Այսօր կա մասնագետ Աշոտ Հարությունյանը, որը ես չեմ ասում ի վերուս քաղաքական գործիչ է, մասնագետ մենեջեր է գյուղատնտեսության ոլորտի։ Ունենք Սուրեն Սուրենյանց, որը տարիների կտրվածքով քաղաքական գործիչ է եւ իր մակարդակով էապես արդեն շատ կատարելագործված հաճելի է լսելը եւ ունենք Մեսրոպ Մանուկյանը, որը քաղաքի ավականում մենք իրեն ճանաչում ենք ազգային ժողովից եւ ինքը տնտեսագետ է, բայց ինքն էլ արդեն տեսեք գործիչներ են կայանում, գալիս են իհայտ եւ այդպիսի գործիչներ, այսինքն մենք պետք է կարողանանք մարդկանց հետ աշխատել, կլինի սովորական քաղաքացի, քաղաքական գործիչ, մենեջեր, բայց այսօրվա մեր ինչ էր, մենք հասկացանք, որ պետական կառավարման համակարգի որակը հեռու է մինիմալ բավարար լինելու, սա է։ Ես եւս միանում եմ եւ շնորհակալություն այս շատ հետաքրքիր բովանդակային քննարկման համար։ Պարոն Մելքոյան, մեզ մնում է եւս մեկ անգամ արձանագրել, որ այն խնդիրները, որոնք այստեղ էլ մեր տաղավարում էլ փաստվեցին, վաղուց, այսպես ասենք, բացահայտված են։ Խնդիրը կայանում է, հարցը կայանում է նրանում, կա կամք փոխելու իրականությունը, թե այն կմնա մինչև հաջորդ կարկուտը, հաջորդ հորդառատ անձրևը, հաջորդ ճգնաժամը։ Ինչ վերաբերում է այդ հանձնաժողովներին, տարբեր կարգավորումներին, անխոս դրանք կձևավորվեն, ինչ որ մասնակի լուծումներ գուցե տրվեն, գուցե պարոն Հարությունյան այդպես էլ այդ ծրագրերը մնան թղթի վրա, ինչպես շատ դեպքերում ա եղել, բայց նորից պիտի վերադառնանք այն հարցադրմանը, որը ես վերջում ամփոփիչ հարցին էլ ասեցի, հա։ Արդյոք պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարվի այն խոսույթով, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ այո, կա կառավարման անկարողություն, թե այնուամենայնիվ պիտի պահանջի արդյունավետ եւ հաշվետու կառավարություն։ Ի վերջո, մեր քաղաքացիների վստահությունը ամենաթանկ ռեսուրսն է, իսկ այն կորցնելը առաջին հերթին պետության համար է վտանգավոր։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Պետք է արժանապատվությունը վերականգնվի։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում պրես կենտրոններ, կհանդիպենք։